Տարին սկսվել է թանկացումներով, առավելակնառու է կաթնամթերքի գնի ավելացումը։ Մասնագետները համարում են, որ պատճառը պարտադիր դրոշմավորումն է, արթնանում ես ու առավոտյան կաթնաշոռը 560 դրամից դարձել է 600, թթվասերը 660-ից 700 դրամ։ Ուշագրավն այն է, սակայն, որ QR կոդ ստանալու համար տնտեսվարողները վճարում են 4,2 դրամ, իսկ տպագրման համար 2,2 դրամ։ Այսինքն մեկ միավոր ապրանքի վրա QR կոդ փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6,4 դրամ, սակայն թանկացումը շատ ավելի զգալի է։ Ի դեպ, QR կոդ ստանալու համար տնտեսվարողները վճարում են մասնավոր ընկերությանը։ Սպառողների իրավունքների պաշտպանները ահազանգում են, թանկացման գործոնը միայն QR-ով չէ, որ պայմանավորված է, կան այլ պատճառներ ևս։ Ընկերություններ կան, որոնք նույն գնով էին վաճառում, հիմա նրանցից մեկը մյուսից որոշակի գնի տարբերություն է տալիս։ Երկուսն էլ թանկացրել են, մեկը 5%, մեկը օրինակ 10%։ Այս 5 եւ 10%-ների շեղումը հենց այսպես կմնալ, թե քաշի առնելով որ բրենդերի կռիվը, միշտ չի որ էժան լինելը տնտեսվարողի համար լավ է, որովհետեւ ինքը համարում են շատ տնտեսվարողներ, որ բրենդը չի կարող ավելի էժան լինի, քան մյուսի բրենդը, եւ գները մոտեցնում են իրար։ Մասնագետն ասում է, եթե ժամանակին դրանք սովորական հարկադրոշներ էին, որի համար տնտեսվարող սուբյեկտը վճարում էր 2 դրամ, ապա այժմ ստանում է էլեկտրոնային ֆայլ, վճարում է գումար նաեւ QR-ները տպելու համար, այսինքն կրկնակի ծախս է կատարում, դրա համար էլ ապրանքը 6 դրամ թանկանում է։ Հարկադրոշները ներդրվեցին ստվերի դեմ պայքարի համար եւ դա պետք է կրեր ոչ թե մշտական, այլ կարճաժամկետ բնույթ, որից հետո պետությունը այդ գումարը հետ էր վերադարձնում տնտեսվարող սուբյեկտին։ Հիմա արդեն այն դարձել է պարտադիր պահանջ, իսկ գումարի հետ վերադարձ չկա։ Ով է վերահսկում այս իրավիճակը։ Էկոնոմիկայի նախարարությունից ասում են, իրենց գործառույթը չէ։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովից էլ ժամին ընդհանուր պարզաբանում են ներկայացնում։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է շուկան, եթե լինեն գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ապա վարույթ կհարուցվի։ Առաջիկա օրերին մասնագետի կանխատեսմամբ կաթնամթերքի շուկայում փոփոխություններ կլինեն, ենթադրում է, որ այն շատ ավելի կթանկանա։ Իսկ մինչև համապատասխան մարմինները կփորձեն բացատրել, թե ինչու է 6,4 դրամի ծախսը հանգեցրել 40-ից 50 դրամ թանկացման, սպառողը շարունակում է վճարել ավելին, հաճախ առանց պատճառի հոդաբաշխ պատասխանը ստանալու։ Նույն ճակատագիրն է սպասվում նաև այսպես ասած փակ տուփով ցանկացած արտադրանքի, օրինակ սուրճին։ Ինչ տեմպով կընթանա այս թանկացումը, ինչեւ որ կհասնի ժամը կհետևի գնաճի պարաբոլի բարձրացմանը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։